Դուք դիտում եք առաջին լրատվական հիմնական թողարկումը, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Երևանում է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, մեկնարկել է հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստը։ Պաշտոնազրկումները շարունակվում են, աշխատանքից ազատվել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը։ 10% կանխավճար եւ մինչեւ 7 տարեկան տոկոսադրույք նախագահի նախընտրական ծրագրի համաձայն գործադիրն արտոնյալ պայմաններ է սահմանել մարզաբնակ երիտասարդներին բնակարաններով ապահովելու համար։ Խորհրդարանական գեղեցիկ կեսը պահանջում է նոր հնարավորություններ եւ նոր լծակներ։ Դիվանագիտական սկանդալ Անկարայի եւ Վիեննայի միջև Ավստրիայի քաղաքական ուժերը պահանջում են արտաքսել Թուրքիայի դեսպանին։ Լոնդոնում ուսանողական բողոքի երթն ավարտվել է ջարդուփշուրով եւ ոստիկանների հետ ընդհարումներով։ Բողոքի ցույցեր են նաև Հարավային Կորեայի մայրաքաղաքում, Սեուլում մեկնարկել է մեծ 20-ի գագաթնաժողովը։ Հանրապետության նախագահն այսօր ընդունել է Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը։ Ռուսական կողմից հանձնաժողովի համանախագահն է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը։ Սերժ Սարգսյանն ընդգծել, որ ամուր հիմքերի վրա գտնվող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է եւ երկկողմ կապերի սերտացման գործում կարևոր դեր ունի նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը։ Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մեծ նվիրումով եւ ամենօրյա գործունեությամբ նպաստում են երկու երկրների հարաբերությունները տարեցտարի որակական նոր աստիճանի բարձրացնելուն։ Հայաստանը գնահատում եւ իր ախտագիտությամբ է վերաբերվում իր բարեկամներին, ասել է նախագահ Սարգսյանը։ Այդպիսի բարեկամներից մեկը Սերժ Սարգսյանի խոսքով Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն է, որին նախագահը պարգևատրել է պատվո շքանշանով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության խորացման, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Նիկոլայ Ռիժկովը հանրապետության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի խորհրդարանի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերում կայացված որոշումների արդյունքում ցայսօր իրականացված աշխատանքն ու Երևանյան հերթական նիստում քննարկվելիք հարցերը, որոնք միտված են նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գիտության եւ կարեւորագույն մի շարք այլ ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը։ Նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի աշխատանքներին։ 2010 թվականն ԱՊՀ երկրներում սահմանվել է բարձր տեխնոլոգիաների եւ գիտության տարի։ Նիկոլայ Ռիժկովը համոզված է, որ այդ համատեքստում էլ Երևանն ու Մոսկվան պետք է համագործակցեն ինովացիոն ոլորտում համաշխարհային շուկայում տիրող մրցակցությանը մասնակցելու համար։ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի Երևանյան նիստում ռուս խորհրդարանականներ խոստացել են միջնորդել, որպեսզի Ռոսկոսմոս ընկերությունն ակտիվացնի համագործակցությունը հայ գործընկերների հետ։ Բացի այդ, ռուսական կողմին, գիտնականներին ու գերատեսչություններին առաջարկվել է ներգրավվել Հայաստանում միջուկային արագացուցիչի կառուցման միջազգային ծրագրում։ Գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն տնտեսության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականները 19-րդ նիստում։ Մասնավորապես ռուսաստանցի գործընկերները խոստացել են միջնորդել Ռոսկոսմոսին, ակտիվացնել համագործակցությունը բյուրականի աստղադիտարանը ապակոնսերվացնելու եւ ԱՊՀ ծրագրերում ներգրավելու նպատակով։ Դա կենսական հարց է մեր գիտության համար։ Իսկ ռուս գոլեգաներին առաջարկվել է մասնակցել Հայաստանում Քենդլ միջուկային արագացուցչի կառուցման բազմազգ ծրագրին, որ նախատեսվում է մոտակա տարիներին։ Կարծում եմ մոտակա 2 տարիներին ականատես կլինենք միջազգային գիտական շրջանակներում ակտիվ քննարկումների, Հայաստանում ստեղծելու նոր հզոր ժամանակակից սինխրոֆազատրոնային կոնսորցիում։ Իսկ հաջորդ 20-րդ նիստը որոշվել է անցկացնել Յարոսլավլում։ Ռուսական կողմի ցանկությամբ այնտեղ հումանիտար բնույթի հարցեր են քննարկվելու, մասնավորապես ռուսաց լեզվի իմացության մակարդակը Հայաստանում եւ հայերենինը Ռուսաստանում։ Առաջինը Նիկոլայ Ռիժկովի խոսքով իրենց շատ է մտահոգում։ Քննարկվելիք երկրորդ հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրն է լինելու։ Մեր կշիռը կարգավորման հարցում այնքան էլ մեծ չէ, կան միջազգային կազմակերպություններ այդ հարցով զբաղվող, նկատեց Ռիժկովը, բայց երկու երկրների խորհրդարանականներին անհանգստացնում է իրավիճակը։ Ապրիլին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարություններից պայմանավորվել են տեղեկատվություն ստանալ, եւ եթե այդ ժամանակ դրությունը վատանա, բնական է մենք մի կողմ կանգնել չենք կարող, հայտարարեց Ռիժկովը։ Если к тому времени
Չենք կարող ասել այդտեղ կռիվ է, իսկ մենք ոչինչ չենք նկատում։ Իհարկե, մենք կարտահայտենք մեր կարծիքը եւ այլն, բայց Աստված չանի բանը դրան հասնի։ Ինչքանով տեղեկացված եմ մամուլից, շատ դրույթներով գործը մտնում է փակուղի։ Մենք զգում ենք, որ հարևանները մեր եւ ձեր ձեռքները ծալած չեն նստում։ Այնուամենայնիվ, ինչ որ նախապատրաստվում են, միգուցե գտնվեն ինչ որ կառուցողական լուծումներ, բայց եթե լինեն շեղումներ կառուցողական որոշումներից, ինչպես կընդունի հայ ժողովուրդը։ Մեր տպավորությամբ դրությունն այնտեղ բարդ է, այսպես կասեի։ Իսկ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքից պարոն Ռիժկովը գոհ է։ Նրա խոսքով ավելի համակարգված են աշխատում, իսկ նիստերն ավելի արդյունավետ ու հետաքրքիր են դարձել։ Երևանյան նիստից հետո հայ եւ ռուս խորհրդարանականները ժամանեցին Էջմիածին մասնակցելու Վազգեն Վեհապարի արձանի բացման արարողությանը։ Բրոնզաձույլ այս արձանը Նիկոլայ Ռիժկովի նվերն է մեր եկեղեցուն։ Հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրից Սողոյանն է։ Աշխատել եմ համենադեպս առնեմ Սուրբ Մարտ։ Անել այն մարդուն, որի անունը մեր ժողովրդի սրտերի մեջն է մնացել ու կմնա։ Նիկոլայ Ռիժկովի խոսքով Վազգեն Վեհապարին ճանաչելու բախտ է վիճակվել Սպիտակի երկրաշարժի օրերին, երբ հայոց հայրապետը ահռելի վիշտը սրտում մխիթարում ու գոտեպնդում էր իր ժողովրդին։ Անգնահատելի էր նրա օգնությունը, երբ հանգստացնում էր ժողովրդին եւ հավատ ներշնչում ապագայի նկատմամբ։ Գյումրիի հուշարձանը տեղադրելուց հետո մենք առաջարկեցինք Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւս մեկ հուշարձան կանգնեցնել այն մարդուն, որը հսկայական ներդրում է ունեցել այն ժամանակվա Հայաստանի կյանքում։ Եվ ահա 2 տարի անց ձեր առաջ Վազգեն առաջինի հուշարձանն է։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինն այդ տարիներին մշտապես իրադարձությունների կիզակետում էր, եւ դեպի նրա հուշարձանը տանող արահետը միշտ մարդաշատ կլինի։ Տաթևիկ Նալբանդյան, Հակոբ Սարգսյան, Հայլուր։ Մինչ հայ եւ ռուս խորհրդարանականները օրենսդրական ամուր բազակ կստեղծեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության համար, Հայաստանի խորհրդարանի կանայք պահանջում են ավելի լայն հնարավորություններ երկրում առատավոր երևույթների դեմ պայքարի շեշտերն ավելի ընդգծելու համար։ Այդ նպատակին հասնելու համար մեր խորհրդարանի կանայք պահանջում են ավելացնել մեր գեղեցիկ կեսի թվային ներկայացվածությունն ազգային ժողովում։ Խնդրի լուծման համար նույնիսկ հատուկ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացված։ Երևանյան տարբեր ակումբներում կին պատգամավորներն այսօր խոսել են կյանքում ու խորհրդարանական դահլիճում կնոջ դերակատարության ու առաքելության մասին։ Մեր խորհրդարանի 12 կանայք չեն կասկածում, որ իրենց էմոցիոնալ ձայնը տեղ է հասնում։ Նշանակետը տղամարդ պատգամավորների սիրտն է։ Ազդում ենք իրանց քար սրտերի վրա։ Անահիտ Բախշյանի պնդմամբ իրենք նաև պաշտպանված են զգում։ Մեր խորհրդարանի տղամարդիկ ինչքան էլ թերություններ ունենան, այնքան խելամտություն ունեն համենայն դեպս, որ գոնե իրենց 12 կին պատգամավորի նկատմամբ որևէ ոտնձգություն չկա։ Կանայք սակայն ավելին են ուզում ընտրական օրենսգրքով նախատեսված 15% ներգրավվածությունը հասցնել գոնե 20-ի, 25-ի, 30-ի։ Կանայք բոլորը գրեթե բոլորը ակտիվ աշխատում են խորհրդարանում եւ շատ պարտաճանաչ են եւ գրեթե չեն բացակայում նիստերից, բոլոր հանձնաժողովի նիստերում ակտիվ են։ Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին նախագիծը խորհրդարանում վաղուց է շրջանառվում։ ՕԵԿ-ի նախագծին պատասխան նախագծով կառավարությունը կմիանա։ Երևի թե միասին կաշխատենք, կմիավորենք նախագծերը։ Խորհրդարանում կանանց ներգրավվածության առումով Հայաստանը 108-րդ տեղում է։ Լիլիթ Գալստյան առաջարկում է ցուցանիշը բարելավել ոչ միայն օրենսդրական, այլև քաղաքական մշակույթի փոփոխությամբ։ Մենք արական քաղաքական մշակույթի միջավայրում ենք ապրում։ Լիլիթ Գալստյանը տղամարդկանց դեմ չէ, միայն թե կանայք էլ ունենան այնքան հնարավորություն, որքան տղամարդիկ, ոչ պակաս, ոչ էլ ավել։ Վերջերս ամենակոռումպացված մարմիններ հռչակվեցին կրթության ու առողջապահության ոլորտները։ Հենց այստեղ ամենամեծ թվով կանայք են, անհարմար բան ստացվեց, արդյոք կանայք ավելի կոռումպացված են։ Կին խորհրդարանականները սակայն հիշեցնում են, որոշում ընդունողները հիմնականում տղամարդիկ են, կանայք գործիք։ Կաշառակերը մեզ մոտ տղամարդն է։ Իսկ Լիլիթ Գալստյանը վստահ է, որ կանայք նաև անկոտրում պայքար կմղեին մոնոպոլիաների դեմ, կինը նաև գնաճը կզսպեր, ըստ պատգամավորի բոլորին կշտացնելու մայրական բնազդով։ Էլի կլիներ։ Բայց այդ գնաճի պայմաններում ինչպես է մաման տան մայրը մտածում, ոնց անի, որ եղածը այնպես ծախսի։ Քաղաքական ու տնտեսական ասպարեզում կանանց ներուժը չօգտագործելու արդյունքում նվազում է նաև նրանց ներուժը խոհանոցում։ Մրգերը բավականին թանկացել են, քան որ ինքս ճիր պատրաստող եմ, ինձ համար շատ զավեշտալի գներ էր եւ դժվարություններ առաջացնում։ Սուսան Բադալյան, Հակոբ Թումանյան, Հայլուր։
Առողջապահության երկու փոխնախարարների պաշտոնազրկմանն այսօր հետևել է նախարարության աշխատակազմի ղեկավարի ազատումը վերջինիս դիմումի համաձայն։ Հիշեցնենք, պետական կառավարման համակարգում առկա թերությունների հաղթահարման գործում նաև կադրային փոփոխությունների դիմելու հանձնարարական կաբինետի անդամներին տվել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ շաբաթ։ Գործադիրի այսօրվա նիստում նաև մի շարք էական որոշումներ են ընդունվել։ Մասնավորապես Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրից բխող երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու խնդրի վերաբերյալ։ Այսուհետև մարզերում բնակարանի ձեռքբերման համար պետական միջոցներից տրամադրվող հիփոթեկային վարկերի կանխավճարի չափը երիտասարդ ընտանիքների համար կփոխվի 30-ից հասնելով 10%-ի, իսկ տարեկան տոկոսադրույքը կլինի մինչև 7%։ Մարզերի հանրակրթական դպրոցներն էլ կառավարության հատկացրած գումարներով հնարավորություն կունենան զինվել համակարգիչներով։ Մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքները հնարավորություն են ստանում բնակարաններ ձեռք բերել արտոնյալ պայմաններով։ Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրի արդյունավետությունը կառավարությունը բարձրացնում է փոփոխելով ավելի վաղ ընդունած իր որոշումը։ Պետական ծրագրով մինչև այժմ 1 միլիարդ 100 միլիոն դրամի վերաֆինանսավորում է կատարվել, տրամադրվել 137 վարկ, սակայն վարկերից 99 տրամադրվել է մայրաքաղաքում, ընդամենը 38 մարզերում։ Պետությունը նախատեսում է լրացուցիչ ֆինանսավորում մարզերում խթանելու բնակարաններ գնելու գործընթացը։ Կառավարությունը սուբսիդավորումը 2%-ից հասցնում է 4-ի։ Հիփոթեկային վարկավորման տոկոսադրույքը մարզերում կկազմի 6.5-ից մինչև 7%։ Կանխավճարի չափը կնվազեցվի։ Եթե հիշում եք, սահմանված էր մինչև 30%, ապա մարզերի համար կնախատեսվի մինչև 10%-ի սահմաններում։ Նախատեսվում է նաև որպես գրավի առարկայից բացի ընդունել նաև երաշխավորագրեր խոշոր ընկերությունների կողմերից տրամադրված։ Որոշումը համահունչ է տարածքների համաչափ զարգացման հայեցակարգին։ Բարեփոխումներ են սպասվում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում։ Հաստատված հայեցակարգով ոլորտում կբարելավի սպասարկման ոլորտը, կվերացվի բյուրոկրատական քաշքշուկը, նվազագույնի կհասցվեն կոռուպցիոն ռիսկերը, կադաստրի աշխատակիցներ, քաղաքացիներ շփումը էլեկտրոնային դարձնելու շնորհիվ։ 2012-ից ներդրվող համակարգը ենթադրում է ռեսուրսների օպտիմալ օգտագործում եւ վարչական ծախսերի կրճատում։ Վերակազմավորվելու են կադաստրի տարածքային ստորաբաժանումները, մայրաքաղաքում գործելու է մեկը մի քանի սպասարկման գրասենյակներով։ Այսուհետ այդ աշխատանքը, որը կոչվում է տեղազնում չափագրում, մասնավորեցվելու է եւ դա չի լինելու կադաստրի պետական կոմիտեի մենաշնորհ, այսինքն քաղաքացին կամ կազմակերպությունը ցանկացած արտոնագրված չափագրողի կողմից բերելով իր բացաթղթերը կարող է ստանալ կադաստրի պետական կոմիտեում գրանցում։ Հանրակրթական ուսումնական հաստատությունները համակարգիչներով հագեցնելու նպատակով գործադիրն այսօր պահուստային ֆոնդի հաշվին կրթության եւ գիտության նախարարությանը տրամադրեց 700 միլիոն դրամ, գումարով ձեռք կբերվի 250 համակարգչային հավաքածու։ Երկրի ղեկավարի հանձնարարականն է նաեւ կրթօջախներում բարձրացնելու համակարգչայնացման մակարդակը։ Համակարգչային վերազինման մեր կրթօջախները դեռ զիջում են շատ երկրների։ Իրավիճակը շտկելու կարիք ունի, լուրջ ներդրումներ պետք է անենք այս ուղղությամբ։ Ուրախալի է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր արկա մասնավոր ընկերությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել մեզ օժանդակելու դպրոցներում պիլոտային պրոյեկտներ իրականացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման գործում եւ բնականաբար այս համակարգիչներով դպրոցները հագեցնելը մեզ նույնպես կօգնի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առաջընթաց ապահովելու գործում։ Կառավարությունը հաստատել է նաև պետական ներքին ֆինանսական հսկողության հայեցակարգը։ Պետական յուրաքանչյուր մարմին պետք է ունենա անկախ ներքին աուդիտ, որը կապահովի ֆինանսական հսկողություն, թափանցիկություն եւ միջոցների արդյունավետ կառավարում։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայլուր։ Պաշտոնական այցով Նյու Դելիում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարին։ Հնդկաստանը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի գործակցության զարգացման համար եւ արտգործնախարարի այցելությունը լավ առիթ է գործակցության նոր ծրագրեր մշակելու, նշել է Անսարին։ Նախարար Նալբանդյանն էլ ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս աշխարհի կարևորագույն երկրներից մեկի բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը եւ իր այցելության գլխավոր նպատակը հենց այդ ուղերձ